Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Մկոյանն ուժեղ կշտացնող առաջարկ է արել Նիկոլ Փաշինյանին։ Ուժեղ կշտացնող առաջարկ Ն. Փաշինյանին ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության ուտել 42 հատ պեռաշկի, 6 գծամետր էլ սուջուխ։ Եթե կարեցավ, ուրեմն ուժեղ է։ Ես հավատում եմ, որ կարա։ Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ու ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանին առաջարկել է արհամարել բառը ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության, գրել առանց սխալների։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ բառի ուղղագրությունն ինքն էլ չգիտի։ Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները որակեց այսօր ճակատագրական։ Այսօրվա միջոցառման ժամանակ իր բացման խոսքում ասաց. Ալիևը եւ տեղական նշանակության Ալիևը համատեղ ահաբեկչական գործունեություն են իրականացնում հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ։ Թևանյանի գնահատմամբ իշխանությունը Հայաստանը դարձրել է դոշի բրոշկա եւ ուրախ ավտոբուսով շրջում է մարզերում, ժողովրդին խաբում, թե խաղաղություն է բերել։ Բայց Ալիևը պայթեցրեց այդ ուրախ ավտոբուսը, ցույց տվեց, որ իրական ու երաշխավորված խաղաղություն չկա, իսկ եթե կա, դրա երաշխավորը հենց ինքը Ալիևն է։ Մեր պատկերացրած երաշխավորված խաղաղությունը ինստիտուցիոնալ բնույթ ունի, նշել է նա։ Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմ։ ԱԺ միջանցքում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմության հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջ հարևաններից, ինչը ենթադրում է պատերազմ։ Նախարարի խոսքով ընդդիմադիրներն ասում են, որ պետք է շարունակել Ղարաբաղյան շարժումը, մինչդեռ Փաշինյանն ասել է չպետք է շարունակել այդ շարժումը։ Հայտնելով, որ ՊՆ-ն իր տեղում է, գնահատվում են բոլոր ռիսկերը, Պապիկյանը հայտարարեց, թե Հայաստանում խաղաղություն է։ Նա վստահեցրեց, որ 2021 թվականից ի վեր Ադրբեջանը Հայաստանում դիրքեր չի կառուցել։ Միա դուրս եկեք դուք։ Էցե շով է իրավունք տվել առհասարակ հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորին արձագանքի։ Դուրս եկեք նիստերի դահլիճից, այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, դիմելով Փայլակ Ֆահրադյանին։ Նշենք, որ այսօր ԱԺ-ում եւս լարված իրավիճակ էր։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 լրագրող նստած, 11-ից մենակ մեկն է նեյտրալ լրատվականի ներկայացուցիչ։ Մնացած 10-ը ընդդիմադիր են, ինչին դժգոհություն հայտնեց լրագրողը։ Մյուս անգամ նիստի ժամանակ չհամարձակվեք արձագանքել պատգամավորին։ Լրագրողին կոպիտ տոնով դիմեց ԿՊԱ-կան պատգամավորը։ Ալեքսանյանն ասաց, որ գնահատական է տվել լրատվականին ու այն վիրավորանք չէ։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամա AM-ին։